Այսօր հեռուստադիտողները կտեսնեն «Հարսնաձորի լեգենդը» սերիալի այս տարվա վերջին սերիան և այն խոստանում է լինել ամենալարվածներից մեկը։ Սերիա, որտեղ դիմակները կընկնեն, հաշվեհարդարները կսկսվեն, իսկ որոշ քայլեր այլևս հետ դարձի ճանապարհ չեն ունենա։ Այս սերիայում կբացահայտվի Սաքոյի իրական դեմքն ամբողջությամբ։ Նա փորձում է Սոնային օգտագործել որպես գործիք ոչ թե որդու երջանկության համար, այլ սեփական հաշվեհարդարի։ Սաքոյի նպատակը մեկն է՝ ցույց տալ Սոնայի ընտանիքին, հատկապես հորը և եղբայրներին, որ ինքը դեռ իշխանություն ունի, դեռ վերահսկում է իրավիճակը։ Նրա քայլերը սառը հաշվարկ են, ոչ թե հայրական հոգատարություն։ Սոնան թողնում է ամեն ինչ, նա հոգնել է բոլոր խաղերից, մանիպուլյացիաներից, դուրս է գալիս տնից գաղտնիք, քանի որ հայրը պատրաստվում էր նրա հետ մեկնել երկրից և գնում է Վռամի մոտ։ Նա այլևս չի ուզում լինել ոչ մեկի վրեժի գործիքը, և հենց այստեղ է տեղի ունենում մի պահը, որը հուզում է բոլորին։ Վռամն ամուսնության առաջարկություն է անում Սոնային։ Այս առաջարկը Սոնան ընդունում է բնականաբար ուրախությամբ, բայց թե ինչ տեղի կունենա այդ ամենից հետո, ցույց կտա ժամանակը։ Բայց սերիայի ամենահզոր քայլերից մեկն անում է Հայկը։ Նա ավելի խելացի է մոտենում իրավիճակին, որպեսզի քեռին, այսինքն Սոնայի հայրն իրեն պարտված չզգա ու Սոնայի տնից բացակայելը Սաքոն չօգտագործի, որ իր դիրքերն ավելի ամրացնի, նա Նարեին ուղեկցում է տուն։ Նա ավելի խելացի է մոտենում իրավիճակին։ Հայկը որոշում է հաշիվը հավասարեցնել Սաքոյի հետ իր իսկ մեթոդներով։ Եվ հենց այդ պահն էլ դառնում է շրջադարձային, երբ նա Նարեին բերում է տուն։ Սաքոն տեսնում է նրանց միասին, տեսնում է այն, ինչից ամենաշատն էր վախենում՝ իր գաղտնիքներից կապված մարդիկ այլևս չեն վախենում։ Տարվա վերջին սերիան է, բայց հետաքրքիր վերջաբանով։ Սաքոյի դիրքերը սկսելու են խարխլվել։ Սոնան կանգնած է կյանքի ամենամեծ որոշման առաջ։ Հայկն ու Նարեն մտնում են վտանգավոր տարածք, անցյալի ստվերները նոր տարում պատրաստ են հարվածել։ Այս սերիան վերջը չէ, սա միայն սկիզբն է։ Սերիալն ընդմիջման է գնում, բայց վերադարձը լինելու է ավելի ծանր, ավելի մութ ու ավելի անկանխատեսելի։ Նոր տարում սպասվում են ավելի կոշտ բախումներ, ճշմարտության ամբողջական բացահայտում, հարաբերությունների փլուզում և նոր միություններ, որոշումներ, որոնք կկտրեն անցյալից կամ կխորտակեն ապագան։ Այս տարվա վերջին սերիան թողնում է մեկ հարց՝ ով է իրականում հաղթողը, երբ բոլորը ինչ-որ բան են կորցնում։ «Հարսնաձորի լեգենդը» նոր տարում վերադառնում է նոր ինտրիգներով, նոր սպասելիքներով ու ավելի մեծ լարվածությամբ։ Շարունակությունը կարող եք դիտել արդեն նոր տարում, ինչպես արդեն նշեցինք, այսօր կարող եք դիտել «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի վերջին սերիան 2025 թվականի, իսկ շարունակությունը կարող եք դիտել արդեն 2026 թվականի հունվարից, որը խոստանում է լինել էլ ավելի լարված, էլ ավելի ինտրիգային ու էլ ավելի դիտարժան։ Թե ինչպիսի ավարտ է ունենալու այսօրվա սերիան, կիմանաք ընդամենը ժամեր անց, բայց որ լինելու է հետաքրքիր, լարված ու ինտրիգներով լի, դա հաստատ է։ Սոնայի հայրը որոշում է Սոնայի հետ երկրից հեռանալ, քանի որ հասկանում է, որ այլ ելք չի մնում։ Սոնան տնից գնում է, որպեսզի հանդիպի Վռամի հետ։ Իհարկե, այս ամենը ցավոտ է հենց Սոնայի հոր համար, բայց միևնույն է, նրանք պետք է հեռանան։ Սոնայի հայրը շատ լավ է հասկանում, որ Սաքոն ամեն ինչ անելու է, որպեսզի դստերը Սոնային օգտագործի իր դեմ, հատկապես այն խոսքից հետո, երբ Սոնայի հայրն ասում է Սոնային, որ Սաքոն իրեն երբեք չի ների, սա նշանակում է, որ նոր բախում է սպասվում։ Բայց ինչպես երևում է, մինչև թռիչքը Սոնային հաջողվում է տնից դուրս գալ ու գնում է Վռամի մոտ։ Ու ամենահուզիչ սերիաներից մեկն է լինելու այսօր, որովհետև Վռամն ամուսնության առաջարկություն է անում Սոնային, նրան տալով ամուսնական մատանի։ Արդյոք Սոնան կընդունի այդ ամուսնական մատանին և նրանք կկարողանան երջանիկ լինել, թե նրանց կբաժանեն, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հաստատ է՝ ոչ մի կողմ ձեռքերը ծալած չի նստելու։ Հայկը Նարեի հետ է, այստեղ գործում է երկակի ստանդարտներ։ Նա ամեն ինչ անում է Նարեին երջանիկ և իր կողքին տեսնելու համար, բայց միաժամանակ չի ցանկանում, որպեսզի Սոնան ու Վռամը միասին լինեն, չէ՞ որ նրանք էլ են սիրում իրար ու որևէ պատճառաբանություն այստեղ անզոր է նրանց սերը բաժանելու։
Միքոն քեռու կողքին է ու ամեն ինչ անում է, որպեսզի նրանց ընտանիքը դժվարություն չունենա, իսկ Հայկը հայտնվում է այն ժամանակ, երբ Նարեի կողքին չէ։ Եվ ինչպես Միքոն է նրան ասում, տունը նա դարձրել է ինչպես հյուրանոց, գալիս ու գնում է այն ժամանակ, երբ իր սիրտն է ցանկանում և տեղյակ չէ ոչնչից։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, հատկապես, որ շատ շուտով հորաքույրն ամբողջ թափով վերադառնալու է, բացելու է գաղտնիքներ ու պարզվելու է, թե ինչ կապ ունի Սաքոն Սոնայի եղբայրների ու մոր մահվան մեջ, իսկ դա բերելու է հաստատ շրջադարձային իրավիճակների։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաս գրել, թե արդյոք Սոնան կընդունի Վռամի առաջարկությունն ու նրանք միասին կլինեն ու երջանիկ։